Երբ մեկի տնօրենի սեկրետարուհին բարձրացրեց հեռախոսի ունկնդիրը, նա չգիտեր, որ այդ զանգը կփոխի ամբողջ հայկական հեղինակազրկման պատմությունը։ Ձայնագրությունը, որը 30 տարի թաքցվել էր արխիվների խորքում, վերջապես հայտնվեց մեր ձեռքում։ Այդ ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես երկու հեռուստաալիքների տնօրենները, մեկ գիշանթի, միաժամանակ պայմանավորվում են փակել դռները Մարկ Սաղաթելյանի առջ։ Ո՞վ էր այդ զանգի մյուս ծայրում։ Ինչու էր անհրաժեշտ ոչնչացնել մարդուն, ում ձայնը ճանաչում էր ամբողջ երկիրը։ Ինչու էին երկու մրցակից ալիքները, որոնք երբեք չէին համաձայնվում ոչ մի հարցում, հանկարծ միավորվել մեկ անունը ջնջելու համար։ Եթե այդ զրույցը հրապարակվեր այն ժամանակ, ամբողջ հայկական հեռուստատեսության համակարգը կփլվեր մեկ օրում։ Բայց ովքեր էին այնքան հզոր, որ կարողացան լռեցնել բոլորին։ 2002 թվականի սեպտեմբերի 17-ը Երանը արթնացավ սովորական առավոտով։ Մարկ Սաղաթելյանը նստած էր իր գրասենյակում, Շանթ հեռուստաալիքի շենքի 3-րդ հարկում պատրաստվում էր հերթական եթերին։ Նրա սեղանին ընկած էր հաղորդման սցենարը, որը նա գրել էր գիշերվա 2-ին, երբ քաղաքը քնած էր, իսկ նա դեռ փնտրում էր ճիշտ խոսքերը, որպեսզի մարդիկ ծիծաղեն։ Սենյակում հոտ էր գալիս թարմ սուրճից ծխախոտից, նա միշտ ծխում էր, երբ գրում էր, թե բժիշկները արգելել էին։ Պատուհանից երում էր Մաշտոցի պողոտան, որտեղ արդեն սկսել էին հավաքվել մարդիկ, շտապելով դեպի աշխատանք, դեպի իրենց սովորական կյանքը, չգիտակցելով, որ այդ օրը կդառնա այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց։ Հեռախոսը զնգաց ժամը 11-ին։ Մարկը բարձրացրեց ունկնդիրը, լսեց ծանոթ ձայնը, Շանթի տնօրենի ձայնը, բայց այդ ձայնում ինչ-որ բան այլ էր, ինչ-որ սառը, պաշտոնական տոն, որը նա երբեք չէր լսել նախկինում։ Մարկ, մենք պետք է խոսենք։ Հիմա։ Իմ գրասենյակում։ Երբ Մարկը բացեց տնօրենի գրասենյակի դուռը, նա տեսավ երկու մարդու, տնօրենը նստած էր իր սեղանի ետում, իսկ երկրորդ մարդը, ում Մարկը չէր ճանաչում, կանգնած էր պատուհանի մոտ, նայում էր դեպի փողոց։ Այդ անծանոթ մարդը չդարձավ, երբ Մարկը մտավ, բայց նրա ուսերի լարվածությունը, նրա անշարժ դիրքը ասում էր, որ նա էր այստեղ իրական տերը։ Տնօրենը ժպտաց, բայց այդ ժպիտը չհասավ նրա աչքերին։ Նստիր, Մարկ, ասաց նա, Մարկը նստեց, զգալով, թե ինչպես է սառչում նրա ողնաշարը։ Սեղանին ընկած էր թղթերի փաթեթ, պաշտոնական փաստաթղթեր, կնիկներով, ստորագրություններով, որոնք Մարկը չկարողացավ կարդալ այդ հեռավորությունից, բայց նա գիտեր, որ այդ թղթերը վերաբերում էին իրեն։ Մենք ստիպված ենք դադարեցնել քո հաղորդումները, ասաց տնօրենը, այդ խոսքերը հնչեցին այնպես պարզ, այնպես սառը, կարծես նա ասում էր եղանակի մասին։ Մարկը զգաց, թե ինչպես է սենյակը սկսում պտտվել, թե ինչպես են նրա ձեռքերը սկսում դողալ։ Ինչու՞, հարցրեց նա, նրա ձայնը հնչեց օտար, կարծես ուրիշ մեկի ձայն էր։ Տնօրենը նայեց դեպի պատուհանի մոտ կանգնած մարդուն, կարծես սպասելով թույլտվության, միայն այն ժամանակ այդ մարդը դարձավ։ Նրա դեմքը Մարկը երբեք չէր տեսել, բայց նրա աչքերը, այդ սառը, հաշվարկող աչքերը, Մարկը երբեք չէր մոռանա։ Դու չես հասկանում, Սաղաթելյան, ասաց այդ մարդը, նրա ձայնը հնչեց այնպես, կարծես նա բացատրում էր երեխային։ Դու չես տեղավորվում նոր ֆորմատին։ Մենք փոխում ենք ամեն ինչ։ Քո ոճը, քո հումորը, քո ամեն ինչը, դա անցյալ է։ Մարդիկ ուզում են նոր դեմքեր, նոր ձաչափեր։ Մարկը նայեց տնօրենին, փնտրելով աջակցություն, փնտրելով այն մարդուն, ով 3 տարի առաջ ինքը խնդրել էր իրեն գալ Շանթ, ով խոստացել էր ազատություն, ով ասել էր, որ Մարկը կարող է անել այն, ինչ ուզում է։ Բայց տնօրենը խուսափեց նրա հայացքից, նայելով դեպի սեղանին ընկած թղթերը, այդ պահին Մարկը հասկացավ, որոշումը արդեն կայացված էր, այդ որոշումը կայացրել էին ոչ թե այստեղ, այլ ուրիշ տեղ, ուրիշ մարդիկ, ում նա երբեք չէր տեսել, երբեք չէր տեսնի։ Բայց ինչ կասեք մարդկանց, հարցրեց Մարկը, նրա ձայնը արդեն կոտրվում էր։ Նրանք սպասում են հաղորդմանը։ Նրանք գրում են նամակներ։ Նրանք սիրում են։ Անծանոթ մարդը ծիծաղեց, կարճ, չոր ծիծաղ։ Մարդիկ կմոռանան։ Նրանք միշտ մոռանում են։ 1 ամիս, նրանք կծիծաղեն նոր դեմքերի վրա։ Մարկը դուրս եկավ գրասենյակից, քայլեց դեպի վերելակը, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուր քայլ պահանջում ջանք, կարծես նա քայլում էր ջրի տակ։ Միջանցքում նրան հանդիպեցին գործընկերները, օպերատորը, ձայնարձակողը, դիմահարդարողը, այն մարդիկը, որոնց հետ նա աշխատել էր 3 տարի, նրանց աչքերում նա տեսավ գիտակցություն։ Նրանք արդեն գիտեին։ Նրանք գիտեին նախքան նրան ասելը, նրանք խուսափեցին նրա հայացքից, շտապելով անցնել, նախքան նա կարողանար խոսել։
Միայն դիմահարդարողը Լուսինեն, որը 17 տարեկան աղջիկ էր, նոր էր սկսել աշխատել, դադարեց նայեց նրան, նրա աչքերում Մարկը տեսավ արցունքներ։ Ինձ ասացին, որ ես չպետք է խոսեմ քեզ հետ, շշուկով ասաց նա։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, դու լավագույնն էիր։ Դու միակն էիր, ով ստույգ էր խոսում։ Մարկը փորձեց ժպտալ, բայց նրա դեմքի մկանները չհնազանդվեցին։ Նա մտավ վերելակ, սեղմեց առաջին հարկի կոճակը, երբ դռները փակվեցին, նա վերջապես թույլ տվեց ինքն իրեն թուլանալ, հենվելով պատին, փակելով աչքերը։ Բայց նույնիսկ փակ աչքերով նա տեսնում էր այդ անծանոթ մարդու դեմքը, այդ սառը աչքերը, նա հասկանում էր, որ սա ավարտ չէր, սա միայն սկիզբն էր։ Երբ Մարկը հասավ տուն, արդեն երեկո էր, նրա կինը, Անին, սպասում էր նրան դռան մոտ։ Նա տեսավ նրա դեմքը, անմիջապես հասկացավ։ Ինչ եղավ, հարցրեց նա, բայց Մարկը չկարողացավ պատասխանել, նա պարզապես անցավ ներս նստեց բազմոցին, նայելով դատարկ հեռուստացույցի էկրանին։ Անին նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը տաք էր, կենդանի, իրական, Մարկը բռնվեց այդ ձեռքից, կարծես այն էր միակ իրական բանը այս աշխարհում։ Նրանք ասացին, որ ես այլս չեմ աշխատում Շանթում, ասաց նա վերջապես, այդ խոսքերը հնչեցին անիրական, կարծես նա խոսում էր ուրիշ մեկի մասին։ Անին ոչինչ չասաց, նա պարզապես գրկեց նրան, Մարկը թույլ տվեց ինքն իրեն գրկվել, թաքցնելով դեմքը նրա ուսին, առաջին անգամ 35 տարում նա լաց եղավ։ Նրանք նստեցին այնպես երկար ժամանակ, մինչ դուրսը մութ եղավ, մինչ փողոցի լույսերը վառվեցին, մինչ քաղաքը անցավ իր երեկոյան կյանքին, Մարկը մտածում էր, թե ինչպես է հնարավոր, որ աշխարհը շարունակում է պտտվել, երբ նրա աշխարհը կանգ է առել։ Հաջորդ առավոտ Մարկը զարթնեց վաղ, ժամը 6-ին, ինչպես միշտ, մի պահ մոռացավ, թե ինչ էր պատահել։ Նա պառկած էր մահճակալում, մտածում էր հաղորդման մասին, մտածում էր, թե ինչ կհագնի, ինչ կասի, հետո հիշեց։ Հիշողությունը եկավ ալիքի պես, ծանր, սառը, անխուսափելի, նա զգաց, թե ինչպես է նորից սկսում խեղդվել։ Նա վեր կացավ, գնաց խոհանոց, որտեղ Անին արդեն պատրաստում էր սուրճ, նրա շարժումներում կար այնպիսի նորմալություն, այնպիսի սովորականություն, որը Մարկին թվաց գրեթե վիրավորական։ Ինչպես կարող էր նա պատրաստել սուրճ, երբ ամեն ինչ փլվել էր։ Բայց հետո նա տեսավ նրա ձեռքերի դողը, տեսավ, թե ինչպես է նա շտապում շրջել դեմքը, երբ նա մտավ, հասկացավ, որ նա պարզապես փորձում էր պահպանել նորմալությունը, փորձում էր պահել ինչ-որ բան, որը կարող էր պահել։ Մենք պետք է զանգենք մեկին, ասաց Անին, լցնելով սուրճը բաժակներ։ Դու աշխատել ես նրանց հետ նախկինում։ Նրանք քեզ սիրում էին։ Գուցե նրանք կուզենան։ Մարկը ուզում էր հավատալ, ուզում էր մտածել, որ դա հնարավոր է, բայց նա հիշում էր այդ անծանոթ մարդու աչքերը, հիշում էր տնօրենի խուսափող հայացքը, նա գիտեր, որ եթե դա եղել է պլան, եթե դա եղել է որոշում, ապա այդ որոշումը ընդգրկում էր ոչ միայն Շանթը։ Բայց նա զանգեց։ Նա զանգեց մեկի ծրագրային տնօրենին, մարդուն, ում հետ նա խմել էր 100 անգամ, ով ասել էր, որ Մարկը հանճար է, ով խոստացել էր, որ դռները միշտ բաց են։ Հեռախոսը զնգաց երկար, Մարկը գրեթե կախեց, երբ վերջապես պատասխանեցին։ Ալո, ասաց ծանոթ ձայնը, բայց այդ ձայնում կար զգուշավորություն, կար հեռավորություն։ Սա Մարկն է, ասաց Մարկը, լռություն հաստատվեց։ Երկար լռություն, այնքան երկար, որ Մարկը մտածեց, թե գուցե կապը կտրվել է, բայց հետո ծրագրային տնօրենը խոսեց։ Մարկ, ես լսել եմ, թե ինչ է պատահել Շանթում։ Ես ցավում եմ։ Բայց մենք այս պահին չունենք տեղ նոր հաղորդումների համար։ Մեր ցանկը լիքն է մինչ հաջորդ տարի։ Սուտը այնքան բացահայտ էր, այնքան անպատշաճ, որ Մարկը գրեթե ծիծաղեց։ Դու ինձ ասացիր, որ եթե երբե ես ուզեմ վերադառնալ, սկսեց Մարկը, բայց ծրագրային տնօրենը ընդհատեց նրան։ Դա էր նախկինում, Մարկ։ Իրերը փոխվել են։ Ես իսկապես ցավում եմ։ Եվ նա կախեց։ Պարզապես կախեց, առանց հրաժեշտի, առանց բացատրության, Մարկը մնաց նստած, բռնելով անջատված հեռախոսը, նայելով դեպի Անին, նրա աչքերում նա տեսավ այն, ինչ չուզում էր տեսնել, վախ։ Հաջորդ 3 շաբաթվա ընթացքում Մարկը զանգեց բոլորին, ում ճանաչում էր հայկական հեռուստատեսության մեջ։ Նա զանգեց 5 գործընկերներին, զանգեց մրցակիցներին, զանգեց մարդկանց, ում հետ նա աշխատել էր 10 տարի առաջ, երբ նա դեռ սկսնակ էր։ Եվ յուրաքանչյուր զանգ ավարտվում էր նույն կերպ, ներողություններով, բացատրություններով, որոնք չէին բացատրում ոչինչ, խոստումներով զանգել հետո, որոնք երբեք չիրականացվեցին։ Մարկը սկսեց նկատել օրինաչափություն։ Մարդիկ չէին պարզապես ասում ոչ։ Նրանք վախենում էին։ Նրանք խոսում էին շտապ, նայում էին շուրջը, կարծես վախենում էին, որ ինչ-որ մեկը լսում է։
Մի անգամ, երբ նա հանդիպեց հին ընկերոջը սրճարանում, այդ ընկերը նայեց շուրջը 3 անգամ նախքան նստելը, խոսեց այնպես ցածր, որ Մարկը հազիվ էր լսում։ «Մարկ, դու պետք է դադարես փնտրել», ասաց նա։ «Դու պետք է հասկանաս, որ դա ավելի բարձր է, քան մենք։ Դա գալիս է վերից։ Ես չգիտեմ ինչու, ես չգիտեմ ով, բայց ինչ-որ մեկը որոշել է, որ դու չպետք է լինես էկրանին, երբ նրանք որոշում են, ոչ ոք չի կարող փոխել դա»։ Մարկը նայեց նրան, տեսավ իրական վախ նրա աչքերում։ «Ո՞վ են նրանք», հարցրեց Մարկը։ Բայց նրա ընկերը պարզապես թափ տվեց գլուխը, թողեց փող սեղանին, հեռացավ։ Մարկը նստեց միայնակ, նայելով իր սառած սուրճին, մտածելով այն անծանոթ մարդու մասին Շանթի տնօրենի գրասենյակում, մտածելով այն զանգի մասին, որը փոխեց ամեն ինչ, հարցնելով ինքն իրեն. ինչ էր արել, ո՞մ էր վիրավորել, ինչպիսի անտեսանելի գիծ էր անցել, որ արժանացավ այս անտեսանելի, բայց բացարձակ պատժի։ Գիշերները դառնում էին անտանելի։ Մարկը պառկում էր մահճակալում, չէր կարող քնել, նրա միտքը պտտվում էր, վերլուծում էր յուրաքանչյուր հաղորդում, յուրաքանչյուր կատակ, յուրաքանչյուր խոսք, որը նա երբե ասել էր էկրանին։ Արդյոք նա ասել էր ինչ-որ բան սխալ։ Արդյոք նա քննադատել էր ինչ-որ մեկին, ում չպետք էր քննադատել։ Արդյոք նա ծիծաղել էր ինչ-որ մեկի վրա, ով ունեցել էր իշխանություն վրեժ լուծելու։ Բայց որքան էլ նա փնտրում էր, նա չէր կարող գտնել պատասխան։ Նրա հումորը միշտ եղել էր մեղմ, նրա քննադատությունը միշտ եղել էր ընդհանուր, նա երբեք չէր անվանել անուններ, երբեք չէր հարձակվել անձնական։ Նա եղել էր զգույշ, միշտ զգույշ, որովհետև նա գիտեր, թե որքան փխրուն է հայկական հեռուստատեսությունը, գիտեր, թե որքան հեշտ է կորցնել ամեն ինչ մեկ սխալ խոսքի համար։ Բայց ակնհայտորեն նա չէր եղել բավականաչափ զգույշ։ Ակնհայտորեն գոյություն ուներ ինչ-որ կանոն, որը նա չգիտեր, ինչ-որ անտեսանելի սահման, որը նա անցել էր, չգիտակցելով։ Եվ հիմա նա վճարում էր գինը, բայց նա նույնիսկ չգիտեր, թե ինչի համար։ Մի ամիս անց Մարկը տեսավ իր փոխարինողին Շանթի էկրանին։ Նա նստած էր տանը, անին հեռուստացույցը միացրել էր, մոռանալով, որ դա այն ժամն էր, երբ Մարկի հաղորդումը սովորաբար եթեր էր գալիս։ Եվ հանկարծ էկրանին հայտնվեց նոր դեմք, երիտասարդ տղա, ով չէր կարող լինել ավելի քան 25 տարեկան, ով ժպտում էր լայն, արհեստական ժպիտով, ասում էր կատակներ, որոնք Մարկը ճանաչեց։ Դրանք նրա կատակներն էին։ Ոչ նմանատիպ կատակներ, ոչ նույն ոճի կատակներ, դրանք բառացիորեն նրա կատակներն էին, կատակները, որոնք նա գրել էր իր վերջին, երբեք չեթեր գնացած սցենարում։ Նա նայեց անուն, նա տեսավ, որ նա նույնպես ճանաչել է, տեսավ բարկությունը նրա աչքերում։ Նրանք գողացել են քո նյութը, ասաց նա, բայց Մարկը չպատասխանեց։ Նա պարզապես նայում էր էկրանին, նայում էր այդ երիտասարդ տղային, ով ասում էր նրա խոսքերը, ով ստանում էր ծափահարություններ նրա գաղափարների համար, նա հասկացավ, որ սա էր վերջնական նվաստացումը։ Նրանք ոչ միայն վերցրել էին նրա աշխատանքը, նրանք վերցրել էին նրա ձայնը, նրա ինքնությունը, տվել էին այն ուրիշ մեկին, ինչպես թե նա երբեք չէր եղել, ինչպես թե նրա 30 տարվա կարիերան կարող էր ջնջվել մեկ զանգով, մեկ որոշմամբ, մեկ անծանոթ մարդու սառը աչքերով։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 2 շաբաթ անց Մարկը պատահաբար հանդիպեց իր հին ծրագրային տնօրենին փողոցում։ Նա փորձեց խուսափել, բայց Մարկը կանչեց նրան, նա ստիպված էր դադարել։ Նրանք կանգնեցին փողոցի անկյունում, մարդիկ անցնում էին նրանց կողքով, շտապելով դեպի իրենց կյանքերը, ծրագրային տնօրենը նայում էր ամենուր, բացի Մարկի աչքերից։ Ինչո՞ւ, հարցրեց Մարկը պարզապես։ Պարզապես ասա ինձ ինչու։ Եվ ծրագրային տնօրենը վերջապես նայեց նրան, նրա աչքերում Մարկը տեսավ ինչ-որ բան, որը նա չէր սպասում տեսնել, ցավ։ Քեզ զանգեցին, ասաց նա շշուկով։ Նույն օրը, երբ Շանթը քեզ արձակեց, մեզ զանգեցին։ Ես չգիտեմ, թե ով էր, բայց նա խոսեց մեր տնօրենի հետ, տնօրենը հետո կանչեց ինձ, ասաց, որ Մարկ Սաղաթելյանի անունը չպետք է երբե հնչի մեր ալիքում։ Երբե։ Ոչ հաղորդումներում, ոչ նորություններում, ոչ որտեղ։ Ինչպես թե դու չես գոյություն։ Նա դադարեց, Մարկը տեսավ, թե ինչպես է նրա կոկորդի խնձորը շարժվում, կարծես նա փորձում էր կուլ տալ ինչ-որ բան։ Ես հարցրի ինչու։ Տնօրենը ասաց, որ նա չգիտի, որ ավելի լավ է չհարցնել։ Նա ասաց, որ դա գալիս է այնպիսի մակարդակից, որ մենք նույնիսկ չենք պատկերացնում, որ եթե մենք չհնազանդվենք, մեր ալիքը կկարող է ունենալ խնդիրներ։ Իրական խնդիրներ։ Նա նայեց Մարկին, նրա աչքերում Մարկը տեսավ ներողություն, բայց նա ինչ-որ այլ բան թեթ ազատում, որ դա նա չէր, ով պետք է որոշեր, որ նա պարզապես հետում էր հրամաններին։
Ես ցավում եմ, Մարկ, ասաց նա։ Բայց ես ունեմ ընտանիք։ Ես ունեմ հիփոթեք։ Ես չեմ կարող կորցնել իմ աշխատանքը։ Եվ նա հեռացավ, Մարկը մնաց կանգնած փողոցի անկյունում, մարդիկ բախվում էին նրան, բայց նա չէր շարժվում, նա պարզապես կանգնած էր մտածում էր այդ զանգի մասին, այդ մեկ զանգի մասին, որը եղել էր բավական ոչնչացնելու 30 տարվա աշխատանքը։ Ջնջելու մարդուն հայկական հեռուստատեսությունից, նա հարցնում էր ինքն իրեն, ով ուներ այդպիսի իշխանություն, ով կարող էր մեկ զանգով փակել բոլոր դռները, ինչու նրանք ընտրեցին նրան։ Շանթի արխիվում, որը պահվում էր շենքի ստորգետնյա հարկում, կար մի սենյակ, որտեղ ոչ ոք չէր մտնում առանց հատուկ թույլտվության։ Այնտեղ պահվում էին ձայնագրությունները, բոլոր զրույցները, բոլոր հեռախոսային կապերը, որոնք անցել էին տնօրենի գրասենյակի միջով վերջին 10 տարիների ընթացքում։ Արխիվարուհի Մարինեն, 62 տարեկան կին, ով աշխատել էր Շանթում դրա հիմնադրման օրից, գիտեր այդ սենյակի գաղտնիքները ավելի լավ, քան ցանկացած ուրիշ մարդ։ Երբ Մարկը հեռացավ, երբ նոր դեմքը հայտնվեց էկրանին, Մարինեն մտավ այդ սենյակ մի գիշեր, ժամը 2-ին, երբ պահակը քնած էր իր սեղանի մոտ, նա փնտրեց այն ձայնագրությունը։ Նա գիտեր ճիշտ ամսաթիվը՝ 2002 թվականի սեպտեմբերի 17-ը, ժամը 11 առավոտյան։ Նա գտավ ժապավենը, հին մագնիսական ժապավենը, որը արդեն սկսում էր մաշվել, նա լսեց։ Առաջին ձայնը տնօրենինն էր, նյարդայնացած, շտապ։ Այո, ես հասկանում եմ։ Այո, ես կանեմ այն, ինչ դուք ասում եք։ Հետո եկավ մյուս ձայնը, խորը, հանգիստ ձայն, որը խոսում էր այնպես, ինչպես մարդիկ խոսում են, երբ նրանք գիտեն, որ իրենց խոսքերը հրա են։ Սաղաթելյանը պետք է անհետանա։ Ոչ մեկ բացատրություն, ոչ մեկ հրապարակային հայտարարություն։ Պարզապես հեռացրեք նրան, համոզվեք, որ ոչ ոք չի խոսում դրա մասին։ Տնօրենը փորձեց հարցնել ինչու, բայց մյուս ձայնը ընդհատեց նրան։ Դուք չեք հարցնում ինչու։ Դուք պարզապես անում եք։ Եվ զանգեք 1-ին։ Ասեք Գորգին, որ նույն հրահանգը վերաբերում է նրանց։ Սաղաթելյանի անունը չպետք է հնչի ոչ մի հայկական հեռուստաալիքում։ Երբ Մարինեն լսեց ամբողջ զրույցը, երբ ժապավենը ավարտվեց, նա նստեց խավարում, լաց եղավ։ Նա սիրում էր Մարկին, նա սիրում էր նրա հաղորդումները, նա գիտեր, որ այն, ինչ եղել էր, սխալ էր, խորապես սխալ։ Բայց նա գիտեր, որ եթե նա պատմեր ինչ-որ մեկին, եթե նա փորձեր հրապարակել այդ ձայնագրությունը, նա կկորցներ ոչ միայն իր աշխատանքը, այլ գուցե ավելին։ Այնպես որ նա վերցրեց ժապավենը, թաքցրեց այն իր տան ամենախորը դարակում, երդվեց, որ մի օր, երբ ժամանակը կգա, երբ անվտանգ կլինի, նա կպատմի ճշմարտությունը։ Բայց այդ օրը երբեք չեկավ նրա կյանքում, երբ նա մահացավ 15 տարի անց, ժապավենը մնաց թաքնված, մինչ նրա թոռնուհին գտավ այն, հասկացավ, թե ինչ գանձ էր պահվել այնտեղ բոլոր այդ տարիները։ Ո՞վ էր այդ մարդը հեռախոսի մյուս ծայրում, ով խոսում էր այնպիսի իշխանությամբ, որ երկու մրցակից հեռուստաալիքներ անմիջապես հնազանդվեցին առանց հարցի։ Ինչպիսի մեխանիզմ էր գործում հայկական հեռուստատեսության ետում, որ մեկ զանգը կարող էր ոչնչացնել կարիերան։ Մարկը սկսեց խմել։ Ոչ շատ սկզբում, պարզապես մի բաժակ կոնյակ երեկոները, որպեսզի քնի, որպեսզի դադարեցնի միտքը պտտվելուց։ Բայց մի բաժակը դարձավ 2, երկուսը դարձավ կես շիշ, շուտով նա խմում էր ցերեկները նույնպես, նստելով իր ուսումնասիրական սենյակում, նայելով պատուհանից դեպի փողոցը, որտեղ կյանքը շարունակվում էր առանց իր։ Անին փորձում էր խոսել նրա հետ, փորձում էր հասնել նրան, բայց Մարկը կառուցել էր պատ իր շուրջը, պատ, որը պահպանում էր նրան ցավից, բայց նա մեկուսացնում էր բոլորից, ում նա սիրում էր։ Նրանց ընկերները դադարեցին այցելել։ Սկզբում նրանք գալիս էին, բերում էին ծաղիկներ, բերում էին սուրճ, փորձում էին ոգորել նրան, բայց Մարկը նստում էր լուռ, նայում էր իր ձեռքերին, նրանց խոսքերը թվում էին գալիս հեռվից, կարծես նա լսում էր ջրի տակից։ Շուտով այցելությունները դարձան ավելի հազվադեպ, հետո դադարեցին ամբողջովին, Մարկը մնաց միայնակ իր ցավի հետ, միայնակ իր հարցերի հետ, որոնց պատասխան չկար։ Նա կորցրեց քաշ 15 կիլոգրամ 2 ամսում, նրա դեմքը դարձավ մոխրագույն, նրա աչքերը խորացան, երբ նա նայում էր հայելուն, նա չէր ճանաչում այն մարդուն, ով նայում էր հետ։ Անին գտավ նրան մի օր գետնին, ընկած իր ուսումնասիրական սենյակում, դատարկ շիշը գլորված նրա կողքին, նա կանչեց շտապ օգնություն, բժիշկները եկան ասացին, որ դա ալկոհոլային թունավորում է, բայց Անին գիտեր, որ դա ավելին էր, դա էր մարդ, ով դադարել էր ուզել ապրել։ Հիվանդանոցում, երբ Մարկը արթնացավ, նա տեսավ Անուն նստած իր մահճակալի կողքին, նրա աչքերը կարմիր էին լացից, նա բռնեց նրա ձեռքը, ասաց. Ես չեմ կարող քեզ կորցնել։ Ես չեմ կարող։
Եվ Մարկը նայեց նրան, տեսավ ցավը, որը նա պատճառել էր, տեսավ, թե ինչպես էր նրա սեփական ցավը տարածվել վարակել այն մարդուն, ում նա սիրում էր ամենից շատ, նա զգաց ինչ-որ բան կոտրվել իր ներսում, ինչ-որ վերջին պաշտպանական պատ, նա սկսեց լալ, իսկապես լալ, առաջին անգամ ամիսներ շարունակ։ Անին գրկեց նրան, նրանք լացին միասին, դա էր սկիզբը, ոչ թե վերջը, այլ սկիզբը երկար ճանապարհի դեպի ինչ-որ բան, որը կարող էր լինել ապաքինում։ Բայց հարցը մնում էր, ինչպես կարող էր մարդը ապաքինվել, երբ նա նույնիսկ չգիտեր, թե ինչի համար էր պատժվել։ Երբ Մարկը վերադարձավ տուն հիվանդանոցից, նա գտավ նամակ իր փոստարկղում։ Անվանակարգ չկար, ոչ մի ստորագրություն, պարզապես մի թերթ թուղթ, ձեռքով գրված, անհստակ գրությամբ, կարծես գրողը վախենում էր, որ ճանաչվի։ Նամակում գրված էր. «Եթե դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը, գնացեք Արամ Խաչատրյանի տուն։ Նա գիտի, թե ինչու ձեզ հեռացրին։ Նա այնտեղ էր, երբ որոշումը կայացվեց։ Բայց շտապեք։ Նա հիվանդ է, նա չունի շատ ժամանակ»։ Մարկը կարդաց նամակը 3 անգամ, փնտրելով որևէ նշան, թե ով կարող էր ուղարկել այն, բայց ոչինչ չկար։ Արամ Խաչատրյանը։ Անունը ծանոթ էր, բայց Մարկը չէր կարող հիշել որտեղից։ Նա հարցրեց անուն, նա հիշեց անմիջապես։ Արամ Խաչատրյանը։ Նա էր ազգային հեռուստատեսության նախագահը 9 տասնամյակներին։ Հետո նա հեռացավ, ինչ-որ սկանդալ, ես չեմ հիշում մանրամասները։ Բայց ինչու նա կիմանա քո մասին։ Դա էր 10 տարի առաջ։ Մարկը նայեց նամակին նորից, նա զգաց ինչ-որ բան, առաջին անգամ ամիսներ շարունակ, նա զգաց հույս։ Գուցե կար պատասխան։ Գուցե ինչ-որ մեկը վերջապես կպատմեր նրան ճշմարտությունը։ Նա գտավ Արամ Խաչատրյանի հասցեն հեռախոսագրքում, բնակարան Կոմիտասի պողոտայում, հին շենքում, որը հիշեցնում էր սովետական ժամանակները։ Նա գնաց հաջորդ օրը, առավոտյան վաղ, երբ քաղաքը դեռ արթնանում էր, նա բարձրացավ 5 հարկ, վերելակը չէր աշխատում, յուրաքանչյուր աստիճան զգացվում էր նրա թուլացած ոտքերում։ Նա զարկեց դուռը, երկար ժամանակ ոչինչ չեղավ, նա մտածեց, թե գուցե նամակը սուտ էր, գուցե դա ծուղակ էր, բայց հետո նա լսեց քայլեր, դանդաղ, ծանր քայլեր, դուռը բացվեց։ Մարդը, ով կանգնած էր դռան շեմքին, էր ստվեր այն մարդու, ում Մարկը հիշում էր լուսանկարներից։ Արամ Խաչատրյանը եղել էր բարձրահասակ, լայնուսուք մարդ, ով լցնում էր սենյակը իր ներկայությամբ։ Բայց այս մարդը էր նիհար, կրտնած, նրա մաշկը ձգված էր ոսկորների վրա, նրա աչքերը խորացել էին իրենց խոռոչներում։ Նա նայեց Մարկին, նրա աչքերում Մարկը տեսավ ճանաչում։ Սաղաթելյան, ասաց նա, նրա ձայնը էր շշուկ։ Ես սպասում էի քեզ։ Արամ Խաչատրյանի բնակարանը լի էր գրքերով, դրանք կուտակված էին հատակին, դրանք լցված էին դարակներում, դրանք ծածկում էին յուրաքանչյուր մակերես։ Օդը հոտ էր գալիս հին թղթից հիվանդությունից, Մարկը տեսավ դեղերի շշերը սեղանին, տեսավ թթվածնի բալոնը անկյունում։ Արամը նստեց իր աթոռին, հին մաշված աթոռ, որը ակնհայտորեն եղել էր նրա տեղը երկար տարիներ, նա ժեստ արեց Մարկին նստել։ Ես գիտեի, որ դու կգաս, ասաց նա։ Երբ ես լսեցի, թե ինչ եղավ քեզ հետ, ես գիտեի, որ դու կփնտրես պատասխաններ։ Եվ ես գիտեի, որ ոչ ոք չի պատմի քեզ ճշմարտությունը, որովհետև նրանք բոլորը վախենում են։ Բայց ես հիվանդ եմ, Սաղաթելյան։ Ես մեռնում եմ։ Ուղեղի քաղցկեղ, վերջին փուլ։ Ինձ մնացել է գուցե 2 ամիս, գուցե ավելի քիչ։ Եվ երբ դու մեռնում ես, դու դադարում ես վախենալ։ Նա դադարեց, շնչեց խորը, Մարկը լսեց շչյունը նրա կրծքավանդակում։ Ես պատմելու եմ քեզ ամեն ինչ, բայց դու պետք է հասկանաս, այն, ինչ ես պատմելու եմ, վտանգավոր է։ Կան մարդիկ, ով չեն ուզում, որ այս պատմությունը պատմվի, նրանք ունեն իշխանություն վնասելու քեզ, եթե դու փորձես հրապարակել այն։ Մարկը նայեց նրան, ասաց. Ես արդեն վնասված եմ։ Նրանք արդեն վերցրել են ամեն ինչ ինձնից։ Ինչ ավելին կարող են անել։ Արամը ժպտաց, տխուր, գիտակից ժպիտ։ Ավելի շատ, քան դու պատկերացնում ես, ասաց նա։ Բայց հետո նա սկսեց խոսել, Մարկը լսեց, այն, ինչ նա լսեց, փոխեց ամեն ինչ, ինչ նա մտածում էր իր մասին, հայկական հեռուստատեսության մասին, իշխանության մասին, այն անտեսանելի ուժերի մասին, որոնք կառավարում էին նրանց բոլորի կյանքերը։ 2002 թվականին, սկսեց Արամը, գոյություն ուներ խումբ։ Մենք չգիտեինք նրանց իրական անունները, մենք կոչում էինք նրանց խորհուրդը։ 5 մարդ, 2 քաղաքական, 1 բիզնեսմեն, 1 հոգորական, 1, ում ինքնությունը երբեք չբացահայտվեց։
Նրանք հավաքվում էին ամեն ամիս, միշտ տարբեր վայրերում, միշտ գաղտնի, նրանք որոշում էին, թե ինչ կարող է հնչել հայկական հեռուստատեսությունում, ինչ ոչ. Ով կարող է լինել էկրանին, ով ոչ. Ինչ պատմություններ կարող են պատմվել, որոնք պետք է թաքցվեն. Նա դադարեց, խմեց ջուր բաժակից դողացող ձեռքով. Ես գիտեի նրանց մասին, որովհետև ես էի մեկը, ով ստանում էր հրահանգները. Երբ ես էի ազգային հեռուստատեսության նախագահը, ինձ զանգում էին միշտ նույն ձայնը, միշտ նույն հրահանգները. Սկզբում ես հնազանդվում էի, որովհետև ես մտածում էի, որ դա քաղաքականություն է, որ դա ժամանակավոր է. Բայց հետո ես հասկացա, որ դա ավելին է, դա համակարգ է, համակարգ, որը վերահսկում է ամեն ինչ. Մարկը զգաց սառը քրտինքը իր մեջքին. Բայց ինչու ես, հարցրեց նա. Ինչու նրանք ընտրեցին ինձ? Արամը նայեց նրան, նրա աչքերում Մարկը տեսավ ինչ-որ բան, որը նա չէր սպասում տեսնել, ցավակցություն. Ինչու էր այս մեռնող մարդը, ում նա երբեք չէր հանդիպել նախկինում, նայում նրան այդպիսի ցավակցությամբ? Քանի որ դու խոսեցիր, ասաց Արամը պարզապես. 2002 թվականի ապրիլին, քո հաղորդման ժամանակ, դու արեցիր կատակ. Դու հիշում ես այն? Դու ասացիր ինչ-որ բան եկեղեցու քաղաքականության մասին, ինչ-որ թեթ կատակ, ոչինչ վիրավորական, ոչինչ լուրջ. Բայց մեկը խորհրդից տեսավ այդ հաղորդումը, նա չգնահատեց կատակը. Նա որոշեց, որ դու վտանգավոր ես, որ դու չես հարգում սահմանները, որ եթե թույլ տրվի քեզ շարունակել, դու կարող ես սկսել խոսել այլ բաների մասին, ավելի վտանգավոր բաների մասին. Նա դադարեց, Մարկը փորձեց հիշել այդ կատակը, բայց նա չէր կարող. Նա արել էր հարյուրավոր կատակներ, հազարավոր կատակներ իր կարիերայի ընթացքում. Ինչպես կարող էր նա հիշել մեկը, որը ասվել էր 10 տարի առաջ? Բայց դա պարզապես կատակ էր, ասաց նա, նրա ձայնը հնչեց թույլ, անզոր. Արամը ծնծղաց. Կատակները իշխանություն ունեն, Սաղաթելյան. Կատակները ասում են ճշմարտությունը այնպես, որ մարդիկ լսում են. Դրա համար է նրանք վախենում կատակներից, դրա համար է նրանք վերահսկում, թե ով կարող է կատակել ինչի մասին. Նա հենվեց իր աթոռին, Մարկը տեսավ ցավը նրա դեմքին. Նրանք որոշեցին քեզ հեռացնել. Ոչ անմիջապես, ոչ բացահայտորեն, այլ դանդաղ, մեթոդիկ. Նախ շանթից, հետո համոզվել, որ ոչ մի այլ ալիք չի վերցնի քեզ. Նրանք զանգեցին բոլոր տնօրեններին, բոլորին, ում նրանք վերահսկում էին, նրանք տվեցին հրահանգ, Մարկ Սաղաթելյանը չպետք է լինի հայկական հեռուստատեսությունում. Երբ Մարկը զգաց սենյակը պտտվել. Մեկ կատակ. Մեկ անմեղ կատակ, որը նա նույնիսկ չէր հիշում, դա բավական էր ոչնչացնելու նրա կյանքը. Ինչպիսի? Աշխարհում էր նա ապրում, որտեղ այդպիսի բան էր հնարավոր. Արամը շարունակեց խոսել, նրա ձայնը դառնում էր ավելի թույլ, ավելի դժվար լսելի, բայց Մարկը հակվեց առաջ, չուզենալով բաց թողնել ոչ մի խոսք. Ես փորձեցի դիմակայել, ասաց Արամը. Երբ նրանք զանգեցին ինձ ասացին հեռացնել մի լրագրողի, ով գրում էր կոռուպցիայի մասին, ես ասացի ոչ. Ես ասացի, որ մենք ազատ մամուլ ենք, որ մենք չենք կարող ցենզուրավորել ճշմարտությունը. Եվ գիտես, թե ինչ եղավ? 2 շաբաթ անց ինձ մեղադրեցին ֆինանսական չարաշահումների մեջ. Փաստաթղթեր հայտնվեցին, որոնք ցույց էին տալիս, թե ես գողացել եմ հեռուստաալիքի գումար. Ես երբեք չէի տեսել այդ փաստաթղթերը, բայց դրանք ունեին իմ ստորագրությունը, իմ կնիքը. Նրանք կեղծել էին ամեն ինչ, բայց ով էր հավատալու ինձ? Ինձ ստիպեցին հրաժարական տալ, ես լռեցի, որովհետև նրանք սպառնացին իմ ընտանիքին. Նրանք ասացին, որ եթե ես խոսեմ, իմ դուստրը կունենա դժվարություններ համալսարանում, իմ կինը կկորցնի իր աշխատանքը. Այնպես որ ես լռեցի, ես ապրել եմ այդ լռության հետ 10 տարի, այն ուտել է ինձ ներսից. Նա նայեց Մարկին, նրա աչքերը լի էին արցունքներով. Ես ուզում եմ, որ դու իմանաս, դու ոչինչ չարեցիր սխալ. Դու պարզապես եղար այն, ինչ դու էիր, ազնիվ, ճշմարիտ, անվախ. Եվ դրա համար է նրանք քեզ պատժեցին, որովհետև նրանք չեն կարող թույլ տալ այդպիսի մարդկանց լինել հանրային տեսադաշտում. Նրանք կարող են թույլ տալ միայն նրանց, ովքեր հնազանդվում են, ովքեր խաղում են ըստ կանոնների, ովքեր երբեք չեն հարցնում անհարմար հարցեր. Մարկը նստեց լուռ, մարսելով այն, ինչ նա լսել էր, նա զգաց բարկություն, բայց նա ինչ-որ այլ բան, տարօրինակ ազատում. Նա չէր եղել խելագար. Նա չէր արել ինչ-որ սխալ, որը նա չէր կարող հիշել. Նա պարզապես եղել էր ինքը, դա բավական էր. Բայց եթե դա ճշմարտությունն էր, ապա ինչ կարող էր նա անել դրա հետ?
Ինչպես կարող էր նա պայքարել համակարգի դեմ, որը այդքան հզոր էր, այդքան անտեսանելի, այդքան անխիղճ։ Արամը հասավ իր սեղանի դարակը հանեց թղթերի ծրար։ Սրանք անուններ են, ասաց նա։ Ոչ բոլորը, բայց մի քանիսը։ Մարդիկ, ովքեր եղել են խորհրդի մաս, մարդիկ, ովքեր կայացրել են որոշումները։ Ես հավաքել եմ դրանք տարիների ընթացքում, փոքր ինչ տեղեկություն այստեղից, փոքր ինչ այնտեղից։ Դա ոչ ամբողջական է, բայց դա սկիզբ է։ Նա տվեց թղթերը Մարկին, Մարկը նայեց դրանց։ Անուններ, ամսաթվեր, վայրեր։ Մի քանի անուններ նա ճանաչեց, հայտնի քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, մարդիկ, ում դեմքերը նա տեսել էր լրատվական ծրագրերում։ Բայց մյուսները անծանոթ էին, անուններ, որոնք նա երբեք չէր լսել։ Ինչ պետք է անեմ սրանով, հարցրեց Մարկը։ Արամը ժպտաց, հոգնած, բայց իրական ժպիտ։ Դա քո որոշումն է, ասաց նա։ Դու կարող ես փորձել հրապարակել դա, բայց ես զգուշացնում եմ քեզ, դա վտանգավոր է։ Կամ դու կարող ես պահել դա, սպասել ճիշտ պահին, երբ իրերը փոխվեն, երբ անվտանգ կլինի խոսել։ Բայց ես ուզում եմ, որ դու ունենաս դա, որովհետև ճշմարտությունը չպետք է մեռնի ինձ հետ։ Ինչ որ մեկը պետք է իմանա, ինչ որ մեկը պետք է հիշի։ Մարկը ծալեց թղթերը, դրեց իր գրպանը։ Նա զգաց դրանց քաշը, թեթ, բայց այնուամենայնիվ ծանր, քաշը գիտելիքի, որը կարող էր փոխել ամեն ինչ կամ ոչինչ, կախված նրանից, թե ինչ նա կանի դրանով։ Շնորհակալություն, ասաց նա Արամին։ Շնորհակալություն, որ ինձ պատմեցիր։ Արամը ծնծղաց։ Մի շնորհակալիր դեռ, ասաց նա։ Դու դեռ չգիտես, թե արդյոք այս գիտելիքը օրհնություն է, թե անեծք։ Մարկը հեռացավ Արամ Խաչատրյանի բնակարանից, երբ նա իջավ աստիճաններով, նա զգաց ինչ-որ բան փոխված իր ներսում։ Նա դեռ ցավում էր, դեռ բարկացած էր, բայց հիմա նա գիտեր։ Եվ գիտելիքը, որքան էլ ցավոտ, էր ավելի լավ, քան անգիտությունը։ Բայց հարցը մնում էր, ինչ էր նա անելու այդ գիտելիքով, արդյոք նա ուներ համարձակություն օգտագործել այն։ Երբ Մարկը վերադարձավ տուն Արամ Խաչատրյանի մոտից, նա նստեց իր ուսումնասիրական սենյակում, բացեց այն թղթերը, որոնք մեռնող մարդը տվել էր իրեն։ Յուրաքանչյուր էջ էր լի անուններով, ամսաթվերով, հանդիպումների վայրերով, ամբողջ քարտեզ այն անտեսանելի ցանցի, որը վերահսկում էր հայկական հեռուստատեսությունը։ Բայց մի անուն առանձնանում էր մյուսներից՝ Վահագն Մկրտչյան։ Այդ անունը ընդգծված էր կարմիր մարկերով, կողքին Արամը գրել էր՝ ստվերային տնօրեն։ Նա է իրական ղեկավարը։ Մարկը փնտրեց այդ անունը համացանցում, բայց գտավ միայն մի քանի հղում, անհայտ բիզնեսմեն, ով ունեցել էր ընկերություններ 9 տասնամյակներին, հետո անհետացել էր հանրային կյանքից։ Ոչ մի լուսանկար, ոչ մի հարցազրույց, ոչ մի հետք։ Կարծես մարդը դիտավորյալ ջնջել էր իր գոյությունը պաշտոնական գրառումներից։ Մարկը նայեց թղթերին, նորից տեսավ հասցե, տուն Նոր Նորքում, հին թաղամասում, որտեղ սովետական ժամանակների շենքերը դեռ կանգուն էին, մաշված, բայց անկործանելի։ Արդյոք նա պետք է գնար այնտեղ։ Արդյոք նա պետք է փնտրեր այն մարդուն, ով գուցե եղել էր նրա կործանման հիմնական ճարտարապետը։ Անին մտավ սենյակ, տեսավ թղթերը նրա ձեռքերում։ Ինչ է դա, հարցրեց նա, Մարկը պատմեց նրան ամեն ինչ, Արամի խոսքերը, խորհուրդը, անուններն ու հասցեները։ Անին լսեց լուր, երբ նա ավարտեց, նա նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Եթե դու գնաս այդ մարդու մոտ, ասաց նա դանդաղ, եթե դու սկսես փորել ավելի խորը, նրանք կիմանան։ Եվ եթե նրանք այդքան հզոր են, ինչպես Արամը ասաց, ապա նրանք կկարողանան վնասել քեզ ավելի շատ, քան արդեն արել են։ Մարկը նայեց նրա աչքերին, տեսավ վախը, բայց նա ինչ-որ այլ բան, հասկացողություն։ Նա գիտեր, որ նա չէր կարող կանգնեցնել նրան, նույնիսկ եթե ուզեր։ Որովհետև Մարկը արդեն որոշել էր։ Նա պետք է իմանար ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, անկախ գնից։ Ո՞վ էր այդ Վահագն Մկրտչյանը, ինչու էր նա ուզում ոչնչացնել մարդուն, ում նա երբեք չէր հանդիպել։ Հաջորդ երեկո Մարկը գնաց Նոր Նորք։ Նա վերցրեց տաքսի, որովհետև չուզեց, որ իր մեքենան տեսնեն այնտեղ, նա ասաց վարորդին սպասել անկյունում։ Հասցեն տանում էր դեպի 5 հարկանի շենք, որի ճակատը ծածկված էր ճաքերով, բայց պատուհանները մաքուր էին, Մարկը տեսավ լույս 3-րդ հարկի մի բնակարանում։ Նա բարձրացավ աստիճաններով, յուրաքանչյուր քայլ արձագանքում էր դատարկ միջանցքում, երբ հասավ ճիշտ դուռը, նա կանգ առավ։ Սրտի զարկերը հնչում էին նրա ականջներում, նա զգում էր քրտինքը իր ափերում։ Ինչ էր նա անելու։ Ինչ էր նա ասելու։ Բայց նախքան նա կարողանար որոշել, դուռը բացվեց։
Կինը, ով կանգնած էր շեմքին, էր մոտավորապես 60 տարեկան, նրբաճաշակ հագնված, նրա մազերը կատարյալ էին, նրա դիմահարդարումը անթերի։ Նա նայեց Մարկին այնպիսի հայացքով, որը ասում էր, որ նա ճանաչում է նրան, թե նրանք երբեք չէին հանդիպել։ Մարկ Սաղաթելյան, ասաց նա, դա չէր հարց։ Ես սպասում էի, թե երբ դու կգաս։ Նա բացեց դուռը, լայն ժեստ արեց նրան մտնել։ Բնակարանը ներսից էր անսպասելի շքեղ, թանկարժեք կահույք, գորգեր պատերին, բյուրեղե շամփայնի բաժակներ ապակե պահարանում։ Սա չէր սովորական բնակարան Նոր Նորքում։ Սա էր ինչ-որ այլ բան։ Իմ ամուսինը մահացել է 3 տարի առաջ, ասաց կինը, նստելով բարձավանդակի վրա ժեստ անելով Մարկին նստել դիմացը։ Սրտի կաթված։ Բայց նախքան մեռնելը, նա ինձ պատմեց ամեն ինչ։ Նա ասաց, որ եթե երբե դու գաս, ես պետք է պատմեմ քեզ ճշմարտությունը, որովհետեւ դու արժանի ես իմանալու։ Մարկը նստեց, զգալով անիրականության զգացում։ Այս կինը խոսում էր այնպես հանգիստ, այնպես սովորական, կարծես նրանք քննարկում էին եղանակը, ոչ թե նրա կյանքի ոչնչացումը։ Ինչո՞ւ, հարցրեց Մարկը, նրա ձայնը կոտրվեց։ Ինչու՞ ձեր ամուսինը ուզեց ոչնչացնել ինձ։ Ես նույնիսկ չէի ճանաչում նրան։ Կինը ժպտաց, տխուր, հիշողական ժպիտ։ Դա չէր անձնական, Սաղաթելյան։ Դու պարզապես եղար սխալ տեղում, սխալ ժամանակում։ Իմ ամուսինը, Վահագնը, նա չէր մարդ, ով ատում էր քեզ։ Նա նույնիսկ հարգում էր քո տաղանդը։ Բայց նա ստացել էր հրահանգ, երբ Վահագնը ստանում էր հրահանգ, նա կատարում էր այն առանց հարցի։ Նա դադարեց, նայեց դեպի պատուհանը, որտեղ երեկոյան երանը սկսում էր վառել իր լույսերը։ 2002 թվականի մարտին Վահագնին զանգեց մարդ, ում նա ծառայել էր 15 տարի։ Այդ մարդը ասաց, որ կա հեռուստավարձատու, ով դառնում է խնդիր։ Ոչ թե որովհետև նա ասում էր ինչ-որ բան սարսափելի, այլ որովհետև մարդիկ սիրում էին նրան։ Նրանք վստահում էին նրան։ Եվ երբ մարդիկ վստահում են ինչ-որ մեկին հեռուստատեսությունում, այդ մարդը դառնում է հզոր։ Եվ իշխանությունը չի սիրում, երբ ինչ-որ մեկը դառնում է հզոր առանց իրենց թույլտվության։ Մարկը զգաց սառը ալիք իր ողնաշարով։ Բայց ես երբեք չեմ ուզել իշխանություն, ասաց նա։ Ես պարզապես ուզում էի ծիծաղեցնել մարդկանց։ Կինը նայեց նրան, նրա աչքերում Մարկը տեսավ ինչ-որ բան, որը նա չէր սպասում, կարեկցանք։ Ես գիտեմ, ասաց նա։ Բայց նրանք չէին հավատում դրան։ Նրանք տեսնում էին վտանգ ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ չկար։ Եվ այնպես որ նրանք որոշեցին հեռացնել քեզ, նախքան դու կդառնաս իրական վտանգ։ Նա վեր կացավ, գնաց դեպի գրասեղանը, բացեց դարակը, հանեց ծրար։ Սրանք Վահագնի անձնական նշումներն են, ասաց նա։ Նա պահում էր ամեն ինչի գրառումներ, յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր հրահանգ։ Նա գիտեր, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել որպես ապահովագրություն։ Բայց նա մեռավ նախքան օգտագործելը։ Նա տվեց ծրարը Մարկին։ Վերցրու դա։ Ներսում դու կգտնես ամեն ինչ, ով տվեց հրահանգը, ինչու, ինչպես նրանք պլանավորեցին քո հեռացումը։ Բայց ես զգուշացնում եմ քեզ, եթե դու հրապարակես դա, դու կդառնաս թիրախ։ Այդ մարդիկը դեռ կենդանի են, դեռ հզոր են, նրանք չեն ներում։ Մարկը բռնեց ծրարը, զգալով դրա քաշը իր ձեռքերում։ Սա էր այն, ինչ նա փնտրել էր, ապացույցը, ճշմարտությունը, անուններն ու դեմքերը նրանց, ովքեր ոչնչացրել էին նրա կյանքը։ Բայց ինչպես կարող էր նա օգտագործել այն։ Եթե նա հրապարակեր դա, նա կդառնար թիրախ, ինչպես կինը ասաց։ Բայց եթե նա չհրապարակեր, ապա ինչու էր նա փնտրել այն։ Ինչու էր նա ռիսկի դրել ամեն ինչ, գալու այստեղ, խոսելու այս կնոջ հետ։ Ինչու եք դուք ինձ օգնում, հարցրեց նա։ Ինչու եք դուք տալիս ինձ սա։ Կինը նստեց նորից, նրա դեմքը հանկարծ թվաց հոգնած, ծեր։ Որովհետև ես ապրել եմ սուտի հետ 30 տարի, ասաց նա։ Ես ապրել եմ մարդու հետ, ում ես սիրում էի, բայց ով արել էր սարսափելի բաներ։ Եվ երբ նա մեռավ, նա խնդրեց ինձ ներել իրեն։ Նա ասաց, որ նա արել էր այն, ինչ նա մտածում էր, որ ճիշտ է, բայց հիմա, վերջում, նա հասկանում էր, որ նա սխալվել էր։ Նա ասաց, որ եթե նա կարողանար վերադառնալ, նա կփոխեր ամեն ինչ։ Նա նայեց Մարկին, նրա աչքերը լի էին արցունքներով։ Ես չեմ կարող վերադարձնել քո կյանքը, Սաղաթելյան։ Բայց ես կարող եմ տալ քեզ ճշմարտությունը։ Եվ գուցե, միայն գուցե, դա բավական է։
Մարկը վեր կացավ, բռնելով ծրարը իր կրծքին, նա զգաց ինչ-որ բան փոխվել իր ներսում։ Բարկությունը դեռ այնտեղ էր, ցավը դեռ այնտեղ էր, բայց հիմա կար նա ինչ-որ այլ բան, նպատակ։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է պատմեր այս պատմությունը ոչ թե վրեժի համար, այլ որպեսզի այլ մարդիկ իմանան, որպեսզի այլ մարդիկ չկրեն նույն ճակատագիրը։ Բայց ինչպե՞ս։ Ինչպես կարող էր նա պատմել այս պատմությունը աշխարհին, երբ բոլոր դռները փակ էին նրա առջ։ Երբ Մարկը հասավ տուն, արդեն կեսգիշեր էր։ Անին սպասում էր նրան նստած ճաշասենյակի սեղանի մոտ, բաժակ թեյ իր ձեռքերում, որը արդեն սառել էր։ Նա տեսավ ծրարը Մարկի ձեռքերում, հասկացավ։ Դու գտար այն, ինչ փնտրում էիր, հարցրեց նա, Մարկը ծնծղաց։ Ես գտա ավելին, քան ես սպասում էի, ասաց նա։ Նա նստեց նրա կողքին, բացեց ծրարը, նրանք միասին կարդացին Վահագն Մկրտչյանի նշումները։ Յուրաքանչյուր էջ էր հայտնություն, անուններ, որոնք Մարկը ճանաչում էր, մարդիկ, ովքեր դեռ էին իշխանության մեջ, դեռ էին կայացնում որոշումներ, որոնք ազդում էին միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա։ Կային մանրամասներ հանդիպումների մասին, որտեղ նրանք որոշել էին, թե ով կարող է խոսել հանրային հեռարձակման մեջ, ով ոչ։ Կային ցուցակներ լրագրողների, ովքեր վտանգավոր էին համարվում, պետք է լռեցվեին։ Կային նկարագրություններ մեթոդների, որոնք նրանք օգտագործել էին, սպառնալիքներ, կաշառք, շանտաժ, երբեմն ավելի վատ բաներ։ Եվ ամենավատը, կային ապացույցներ, որ այս համակարգը դեռ գործում էր, որ խորհուրդը, թե գուցե այլ անուններով, դեռ հավաքվում էր, դեռ որոշում էր, թե ինչ կարող էին տեսնել-լսել հայ մարդիկը։ Անին կարդաց լուր, երբ նա ավարտեց, նա նայեց Մարկին, նրա դեմքը գունատ էր։ Սա սարսափելի է, ասաց նա։ Ինչպես է հնարավոր, որ այսպիսի բան կարող է տեղի ունենալ մեր երկրում, մեր ժամանակում։ Մարկը թափ տվեց գլուխը։ Դա միշտ եղել է հնարավոր, ասաց նա։ Մենք պարզապես չենք ուզում հավատալ դրան։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Մարկը փորձեց գտնել ճանապարհ հրապարակելու այն, ինչ նա գտել էր։ Նա կապվեց անկախ լրագրողների հետ, բայց նրանք վախենում էին հպվել պատմությանը։ Սա չափազանց մեծ է, ասաց մեկը։ Սա կարող է ոչնչացնել մեզ բոլորիս։ Նա փորձեց կապվել միջազգային լրատվամիջոցների հետ, բայց նրանք չէին հետաքրքրված։ Սա տեղական պատմություն է, ասացին նրանք։ Մեր ունկնդիրները չեն հետաքրքրվի։ Նա նույնիսկ փորձեց հրապարակել այն համացանցում, բայց նրա բլոգը արգելափակվեց 24 ժամվա ընթացքում, նա ստացավ զանգ, անծանոթ ձայն, որը ասաց միայն մեկ նախադասություն՝ դադարեցրու հիմա, կամ քո ընտանիքը կտուժի։ Մարկը նստեց իր ուսումնասիրական սենյակում, պահելով հեռախոսը իր ձեռքում, նա զգաց անզորություն, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Նա ուներ ճշմարտությունը, նա ուներ ապացույցները, բայց ինչով էր դա օգտակար, եթե ոչ ոք չէր լսում, եթե բոլորը վախենում էին։ Անին գտավ նրան այնտեղ, նստած խավարում, նա միացրեց լույսը, նստեց նրա կողքին։ Գուցե դա ոչ թե ձախողություն է, ասաց նա։ Գուցե դա պարզապես սխալ ժամանակ է։ Գուցե դու պետք է սպասես, մինչ իրերը փոխվեն, մինչ մարդիկը պատրաստ լինեն լսել։ Մարկը նայեց նրան, նա ուզում էր հավատալ, ուզում էր մտածել, որ կգա օր, երբ ճշմարտությունը կարող է պատմվել առանց վախի։ Բայց նա գիտեր, որ այդ օրը կարող էր երբեք չգալ, որ նա կարող էր սպասել իր ամբողջ կյանքը, ոչինչ չփոխվեր։ Արդյոք նա պատրաստ էր ապրել այդպես, իմանալով ճշմարտությունը, բայց չկարողանալով կիսվել դրանով։ Արդյոք դա էր նրա ճակատագիրը՝ լինել ականատես, ով երբեք չէր կարող վկայել։ Բայց հետո եղավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ 2 շաբաթ անց Մարկը ստացավ նամակ փոստով։ Ներսում կար հրավեր խոսել փոքր մասնավոր միջոցառման ժամանակ, որը կազմակերպվում էր մի խմբի կողմից, որը կոչվում էր Ազատ խոսք։ Նրանք էին երիտասարդ ակտիվիստներ, ովքեր պայքարում էին խոսքի ազատության համար Հայաստանում, նրանք ուզում էին, որ Մարկը պատմի իր պատմությունը։ Միջոցառումը պետք է լիներ փակ, միայն հրավիրյալների համար, նրանք խոստացան անվտանգություն։ Մարկը կարդաց հրավերը 3 անգամ, փնտրելով որևէ նշան, որ դա կարող է լինել ծուղակ, բայց ոչինչ չկար։ Նա զանգեց համարին, որը տրված էր, երիտասարդ կնոջ ձայնը պատասխանեց։ Պարոն Սաղաթելյան, ասաց նա, նրա ձայնում կար ոգորություն, որը Մարկը չէր լսել երկար ժամանակ։ Մենք լսել ենք ձեր մասին։ Մենք գիտենք, թե ինչ եղավ ձեզ հետ, մենք ուզում ենք օգնել։ Մենք ունենք փոքր, բայց նվիրված հանդիսատես, մարդիկ, ովքեր պատրաստ են լսել ճշմարտությունը, անկախ ռիսկից։ Մարկը զգաց ինչ-որ բան իր կրծքում, հույսի փոքրիկ կայծ, որը նա մտածում էր, որ մարել է։
Երբ է միջոցառումը, հարցրեց նա։ Հաջորդ շաբաթ, ասաց կինը։ Եվ պարոն Սաղաթելյան, մենք իսկապես հույս ունենք, որ դուք կգաք։ Ձեր պատմությունը կարևոր է։ Մարդիկը պետք է իմանան։ Մարկը կախեց հեռախոսը, նայեց Անուն, ով լսել էր ամբողջ զրույցը։ Ես պետք է գնամ, ասաց նա։ Անին ծնծղաց։ Ես գիտեի, որ դու կասես դա, ասաց նա։ Եվ ես գալու եմ քեզ հետ։ Արդյոք սա էր նրա հնարավորությունը վերջապես պատմել ճշմարտությունը, թե՞ սա էր վերջնական ծուղակը, որը կավարտեր այն, ինչ սկսվել էր այն զանգով 10 տարի առաջ։ Միջոցառման օրը Մարկը արթնացավ առավոտյան 6-ին, սիրտը թմբկահարում էր կրծքավանդակում այնպես բարձր, որ նա մտածեց Անին անպայման լսում է։ Նա պառկած էր մահճակալում, փորձում էր հիշել, թե վերջին անգամ երբ էր զգացել այսպիսի նյարդայնություն, գուցե իր առաջին եթերից առաջ, 30 տարի առաջ, երբ նա դեռ հավատում էր, որ հեռուստատեսությունը կարող է փոխել աշխարհը։ Նա վեր կացավ, գնաց լոգարան, երբ նա նայեց հայելուն, նա տեսավ մարդու, ում նա գրեթե չէր ճանաչում, նիհար, մոխրագույն, աչքերը խորացած, բայց դրանց մեջ կար ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը նա չէր տեսել երկար ժամանակ։ Վճռականություն։ Նա լվացվեց, սափրվեց, հագավ իր լավագույն կոստյումը, այն մուգ կապույտ կոստյումը, որը նա կրել էր իր վերջին հաղորդման ժամանակ Շանթում, երբ նա նայեց հայելուն նորից, նա տեսավ ինչ-որ բան հին Մարկից, այն մարդուց, ով կանգնած էր էկրանի առջ, խոսում էր միլիոնավոր մարդկանց հետ, կարծես նրանք նրա ընկերներն էին։ Անին մտավ սենյակ, կանգ առավ դռան մոտ, նայելով նրան, նրա աչքերում Մարկը տեսավ վախ, բայց նա հպարտություն։ Դու պատրաստ ես, հարցրեց նա, Մարկը ծնծղաց։ Ես երբեք չեմ լինի պատրաստ, ասաց նա։ Բայց ես պետք է անեմ դա։ Նրանք ուտեցին նախաճաշ լուռ, Անին պատրաստել էր նրա սիրելի ուտեստները, բայց Մարկը հազիվ կարողացավ կուլ տալ մի քանի կծկտուկ։ Նրա ստամոքսը հանգույց էր կապված, նա զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր նյարդ նրա մարմնում լարված, պատրաստ։ Ժամը 3-ին նրանք նստեցին մեքենա, Մարկը վարում էր, թե նրա ձեռքերը թեթակի դողում էին ղեկին։ Հասցեն տանում էր դեպի կենտրոն, դեպի հին շենք Աբովյան փողոցում, որտեղ սովետական ժամանակներում եղել էր մշակույթի տուն, իսկ հիմա օգտագործվում էր տարբեր հասարակական միջոցառումների համար։ Երբ նրանք մոտեցան, Մարկը տեսավ փոքր խումբ մարդկանց կանգնած մուտքի մոտ, երիտասարդներ, ամենամեծը չէր կարող լինել ավելի քան 30 տարեկան, նրանք բոլորը նայում էին իրենց հեռախոսներին, սպասելով։ Մարկը կայանեց մեքենան անկյունում, նա նստեց մի պահ, ձեռքերը դեռ ղեկին, շնչելով խորը։ Արդյոք նա իսկապես պատրաստ էր անել սա, պատմել ամեն ինչ, բացահայտել անունները, ռիսկի դնել ոչ միայն իր անվտանգությունը, այլ Անուն։ Բայց հետո նա հիշեց Արամ Խաչատրյանի դեմքը, այն մեռնող մարդու, ով ապրել էր լռության հետ 30 տարի, մեռել էր այդ լռությունից ուտված։ Նա չէր ուզում լինել այդպես։ Նա չէր ուզում մեռնել, իմանալով, որ նա ունեցել է ճշմարտությունը, բայց երբեք չէր կիսվել դրանով։ Նա բացեց դուռը, ելավ, Անին հետեց նրան, նրանք միասին քայլեցին դեպի շենքը, դեպի այն երիտասարդ մարդկանց, ովքեր դեռ հավատում էին, որ ճշմարտությունը կարող է, որ խոսքերը ունեն ուժ, որ մեկ մարդը կարող է փոխել ինչ-որ բան։ Արդյոք նրանք ճիշտ էին, թե՞ նրանք պարզապես երիտասարդ էին միամիտ, դեռ չգիտակցելով, թե որքան անգութ կարող է լինել համակարգը նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են մարտահրավեր նետել դրան։ Ներսում սենյակը փոքր էր, գուցե 50 աթոռ, դասավորված կիսաշրջանած, գրեթե բոլորը լցված էին։ Մարկը կանգ առավ դռան մոտ, նայեց հանդիսատեսին, երիտասարդ դեմքեր, հին դեմքեր, մարդիկ, ում նա ճանաչում էր հին օրերից, մարդիկ, ում նա երբեք չէր տեսել։ Եվ նրանց բոլորի աչքերում նա տեսավ նույն բանը, հույս խառնված զգուշավորության հետ, ցանկություն հավատալ, որ այս անգամ, այս միջոցառման ժամանակ, նրանք վերջապես կլսեն ճշմարտությունը։ Երիտասարդ կինը, ով զանգել էր նրան, մոտեցավ, ներկայացավ որպես Լիլիթ, նա ուղեկցեց նրան դեպի փոքր բեմը սենյակի առջում։ Կար միկրոֆոն, սեղան, 2 աթոռ, ոչինչ ավելին։ Ոչ մի կամերա, ոչ մի լույսեր, ոչինչ, որը հիշեցներ այն ստուդիաները, որտեղ Մարկը անցկացրել էր իր կյանքի լավագույն տարիները։ Սա էր տարբեր։ Սա էր ինտիմ, անմիջական, իրական։ Լիլիթը բարձրացավ բեմ, խոսեց հանդիսատեսին։ Ողջույն բոլորին, ասաց նա, նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Մենք այստեղ ենք այսօր, որովհետև մենք հավատում ենք, որ ճշմարտությունը կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մարդիկը ունեն իրավունք իմանալ, թե ինչ է իսկապես տեղի ունենում մեր երկրում, ով է կայացնում որոշումները, որոնք ազդում են մեր կյանքերի վրա։ Եվ այսօր մեզ հետ է մարդ, ով ապրել է այդ համակարգի մութ կողմը, ով կորցրել է ամեն ինչ, որովհետև նա համարձակվել է լինել ինքը։
Խնդրում եմ ողջունել Մարկ Սաղաթելյանին։ Ծափահարությունները եկան ոչ բարձր, ոչ էնտուզիաստ, այլ ջերմ, իսկական, Մարկը զգաց ինչ-որ բան կոտրվել իր ներսում, ինչ-որ պատ, որը նա կառուցել էր 10 տարվա ընթացքում։ Նա բարձրացավ բեմ, նստեց աթոռին, նայեց այդ դեմքերին, այդ սպասող, հույսով լի դեմքերին, նա գիտեր, որ նա չէր կարող ձախողել նրանց։ Նա պետք է պատմեր ամեն ինչ, անկախ հետանքներից։ Մարկը սկսեց խոսել, սկզբում նրա ձայնը դողում էր, բայց հետո այն ամրացավ, դարձավ ավելի ուժեղ, ավելի վստահ։ Նա պատմեց իր պատմությունը, սկսած այն օրից, երբ նա ստացավ զանգը Շանթի տնօրենից, այն սառը, պաշտոնական զանգը, որը փոխեց ամեն ինչ։ Նա պատմեց այն անծանոթ մարդու մասին գրասենյակում, այն սառը աչքերի մասին, որոնք նայում էին նրան, կարծես նա ոչինչ էր։ Նա պատմեց, թե ինչպես էր փորձել գտնել աշխատանք այլ հեռուստաալիքներում, թե ինչպես էր յուրաքանչյուր դուռ փակվել նրա առջ, կարծես ինչ-որ մեկը արդեն զանգել էր, ասել էր՝ «Մի վերցրեք այդ մարդուն»։ Նա պատմեց խավարի ամիսների մասին, երբ նա խմել էր, երբ նա կորցրել էր հույսը, երբ նա մտածել էր, որ ավելի լավ կլիներ, եթե նա չլիներ։ Եվ հետո նա պատմեց Արամ Խաչատրյանի մասին, այն մեռնող մարդու մասին, ով վերջապես պատմել էր նրան ճշմարտությունը, խորհրդի մասին, այն 5 մարդկանց մասին, ովքեր վերահսկում էին հայկական հեռուստատեսությունը, որոնք որոշում էին, թե ով կարող է խոսել, ով ոչ։ Հանդիսատեսը լսում էր լուռ, Մարկը տեսնում էր նրանց դեմքերը, ցայտող աչքերը, բաց բերանները, ձեռքերը, որոնք անգիտակից բռնում էին աթոռների ձեռնակները։ Նրանք չէին սպասում այսպիսի պատմության։ Նրանք չէին սպասում, որ ճշմարտությունը կլինի այսքան մութ, այսքան համակարգված, այսքան անգութ։ Եվ հետո Մարկը հասավ ամենակարևոր մասին։ Նա հանեց Վահագն Մկրտչյանի նշումները իր պայուսակից, այն թղթերը, որոնք նրա այրին տվել էր նրան, նա սկսեց կարդալ անունները։ Յուրաքանչյուր անուն էր հարված, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հոգորականներ, մարդիկ, ում դեմքերը հայտնի էին, ում ձայները լսվում էին ամեն օր հեռուստատեսությունում։ Եվ Մարկը բացատրեց, թե ինչպես էին այդ մարդիկը հավաքվում գաղտնի, ինչպես էին նրանք որոշում, թե ինչ կարող էր հնչել հայկական հեռուստատեսությունում, ինչպես էին նրանք պատժում նրանց, ովքեր համարձակվում էին խախտել կանոնները։ Սենյակում լռություն էր այնպիսի խիտ, որ Մարկը կարող էր լսել իր սեփական սրտի զարկերը։ Եվ հետո, երբ նա ավարտեց, երբ նա դրեց թղթերը սեղանին, մի պահ ոչինչ չեղավ։ Ոչ ոք չշարժվեց, ոչ ոք չխոսեց։ Եվ հետո մեկը սկսեց ծափահարել, հետո մեկ ուրիշը, շուտով ամբողջ սենյակը ծափահարում էր, Մարկը նստած էր այնտեղ, արցունքները հոսում էին նրա դեմքով, նա չէր ամաչում, որովհետև սրանք էին ազատման արցունքները մարդու, ով վերջապես ասել էր ճշմարտությունը, ապրել էր դրանով։ Բայց արդյոք դա բավական էր, ինչ էր գալու հետո։ Միջոցառումից հետո Մարկը անին մնացին խոսելու մարդկանց հետ, ովքեր ուզում էին շնորհակալություն հայտնել, ովքեր ուզում էին պատմել իրենց սեփական պատմությունները, ինչպես էին նրանք նույնպես տուժել համակարգից, ինչպես էին նրանք նույնպես կորցրել աշխատանքները, հնարավորությունները, երազները, որովհետև նրանք ասել էին սխալ բան կամ հարցրել էին սխալ հարց։ Եվ Մարկը լսեց նրանց բոլորին, նա զգաց ինչ-որ բան, որը նա չէր զգացել երկար ժամանակ, կապ, համայնք, զգացում, որ նա ոչ միայնակ էր։ Բայց երբ նրանք վերջապես հեռացան, երբ նրանք նստեցին մեքենա սկսեցին վարել տուն, Մարկը զգաց հոգնածությունը իջնել իր վրա ալիքի պես։ Նա արել էր այն, ինչ նա պետք է աներ։ Նա պատմել էր ճշմարտությունը։ Բայց ինչ հիմա։ Արդյոք ինչ-որ բան կփոխվի, թե՞ ամեն ինչ կմնա նույնը, նա պարզապես կլինի դարձել ավելի մեծ թիրախ։ Անին վարում էր, Մարկը չափազանց հոգնած էր, նա նայում էր դեպի պատուհանից դուրս, դեպի Երանի փողոցները, որոնք անցնում էին, նա մտածում էր այն բոլոր մարդկանց մասին, ովքեր ապրում էին այս քաղաքում, ովքեր տեսնում էին հեռուստատեսությունը ամեն օր, չգիտեին, թե ինչ էր իսկապես տեղի ունենում ետում։ Արդյոք նրանք երբեք իմանան, եթե նրանք իմանային, արդյոք նրանք կհոգային։ Երբ նրանք հասան տուն, արդեն ուշ էր, Մարկը ուղղակի ուզում էր քնել, մոռանալ ամեն ինչ մի քանի ժամով։ Բայց երբ նա բացեց դուռը, նա տեսավ ինչ-որ բան, որը նրան սառեցրեց։ Նրա ուսումնասիրական սենյակի դուռը բաց էր, լույսը վառ էր, թե նա վստահ էր, որ անջատել էր այն առավոտյան։ Նա նայեց անուն, նա տեսավ նույն վախը իր աչքերում։ Նրանք մտան դանդաղ, զգուշորեն, երբ Մարկը հասավ ուսումնասիրական սենյակը, նա տեսավ, որ ամեն ինչ շրջված էր, գրքերը գետնին, դարակները բացված, նրա սեղանի դարակները դատարկ։ Ինչ-որ մեկը եղել էր այստեղ, ինչ-որ մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Եվ հետո Մարկը տեսավ այն նամակ դրված նրա սեղանին, սպիտակ ծրար, նրա անունը գրված վրա հստակ, մաքուր տառերով։
Նա բացեց այն դողացող ձեռքերով, ներսում կար մեկ թերթ թուղթ, մեկ նախադասություն, սա վերջին զգուշացումն է։ Հաջորդ անգամ մենք չենք լինի այսքան քաղաքավարի։ Մարկը նստեց իր աթոռին, պահելով նամակը, նա զգաց սառը վախը տարածվել իր մարմնով։ Նրանք գիտեին։ Նրանք արդեն գիտեին, թե ինչ էր նա արել, նրանք ուղարկում էին հաղորդագրություն։ Հարցը հիմա էր, արդյոք նա կդադարեր, թե նա կշարունակեր, իմանալով, որ յուրաքանչյուր քայլ առաջ կարող էր լինել նրա վերջինը։ Հաջորդ օրերը Մարկը Անին ապրեցին վախի մեջ։ Յուրաքանչյուր անծանոթ մեքենա, որը կայանում էր նրանց փողոցում, յուրաքանչյուր անծանոթ դեմք, որը նրանք տեսնում էին սուպերմարկետում, յուրաքանչյուր հեռախոսի զանգ, որը գալիս էր անծանոթ համարից, ամեն ինչ թվում էր սպառնալիք։ Մարկը դադարեցրեց դուրս գալը առանց անհրաժեշտության, երբ նա դուրս էր գալիս, նա միշտ նայում էր շուրջը, միշտ ստուգում էր, թե արդյոք ինչ-որ մեկը հետում է նրան։ Անին ուզում էր, որ նրանք հեռանան, գնան ուրիշ երկիր, որտեղ նրանք կլինեին անվտանգ, բայց Մարկը հրաժարվեց։ Եթե ես փախչեմ, ասաց նա, ապա նրանք հաղթել են։ Նրանք ցույց են տվել, որ նրանք կարող են վախեցնել ցանկացած մեկին լռելու։ Ես չեմ կարող թույլ տալ դա։ Բայց ներսում նա վախենում էր ավելի շատ, քան նա երբևէ վախեցել էր իր կյանքում։ Եվ հետո 2 շաբաթ անց միջոցառումից եղավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ նորից։ Լիլիթը, երիտասարդ կինը, ազատ խոսքից, զանգեց Մարկին ասաց, որ նրանք ստացել են առաջարկ միջազգային լրատվական կազմակերպությունից։ Նրանք ուզում էին հարցազրույց վերցնել Մարկից, ուզում էին պատմել նրա պատմությունը աշխարհին։ Սա մեր հնարավորությունն է, ասաց Լիլիթը, նրա ձայնը լի էր ոգորությամբ։ Եթե քո պատմությունը դուրս գա միջազգային մակարդակով, նրանք չեն կարող լռեցնել քեզ։ Չափազանց շատ մարդիկ կիմանան։ Մարկը լսեց, նա ուզում էր հավատալ, ուզում էր մտածել, որ դա ճիշտ էր, բայց նա գիտեր, որ միջազգային ուշադրությունը կարող էր նա դարձնել նրան ավելի մեծ թիրախ։ Նա խոսեց Անուն հետ, նրանք նստեցին ճաշասենյակի սեղանի մոտ, նույն սեղանի մոտ, որտեղ նրանք նստել էին հարյուրավոր անգամներ, նրանք քննարկեցին դրա առավելություններն ու թերությունները։ Եվ վերջում Անին ասաց ինչ-որ բան, որը Մարկը երբեք չէր մոռանա։ Մարկ, ասաց նա, բռնելով նրա ձեռքերը, ես վախենում եմ։ Ես վախենում եմ քեզ համար, ես վախենում եմ մեզ համար։ Բայց ես ավելի շատ վախենում եմ այն աշխարհից, որտեղ մարդիկը չեն կարող ասել ճշմարտությունը առանց վախենալու։ Եթե դու չանես սա, եթե դու լռես հիմա, ապա ինչու էինք մենք անցկացրել այս բոլոր տարիները պայքարելով։ Արա դա։ Պատմիր քո պատմությունը աշխարհին։ Եվ ես կլինեմ քեզ հետ, անկախ նրանից, թե ինչ կլինի։ Եվ այդ պահին Մարկը գիտեր, թե ինչ նա պետք է անի։ Նա զանգեց Լիլիթին, ասաց այո։ Արդյոք սա էր նրա փրկությունը, թե սա էր նրա վերջնական դատապարտումը։ Հարցազրույցը տեղի ունեցավ 3 շաբաթ անց, հեռավար, Մարկը նստած էր փոքր ստուդիայում երանում, խոսելով լրագրողի հետ Լոնդոնից, ով հարցնում էր նրան հարցեր, որոնք ոչ ոք Հայաստանում երբեք չէր համարձակվել հարցնել։ Եվ Մարկը պատասխանեց դրանց բոլորին, ազնիվ, ուղղակի, առանց վախի։ Նա պատմեց ամեն ինչ, խորհուրդը, անունները, մեթոդները, համակարգը, որը վերահսկում էր հայկական հեռուստատեսությունը։ Եվ երբ հարցազրույցը հրապարակվեց, երբ այն հայտնվեց համացանցում, երբ հազարավոր մարդիկ սկսեցին դիտել այն, կիսվել այն, խոսել դրա մասին, Մարկը զգաց ինչ-որ բան փոխվել։ Նա դեռ վախենում էր, դեռ նայում էր շուրջը, դեռ սպասում էր հաջորդ սպառնալիքին, բայց հիմա նա զգում էր ինչ-որ այլ բան, հույս։ Որովհետև նա չէր միայնակ այլս։ Հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր մարդիկ, հիմա գիտեին նրա պատմությունը, նրանք խոսում էին դրա մասին, գուցե, միայն գուցե դա կլիներ բավական փոխելու ինչ-որ բան։ Բայց հետո եկավ հարվածը, որը Մարկը չէր սպասում։ 3 օր հարցազրույցի հրապարակումից հետո Լիլիթը զանգեց նրան, նրա ձայնը դողում էր։ Մարկ, ասաց նա, նրանք ձերբակալել են ինձ։ Ոստիկանությունը եկավ այսօր առավոտյան ասաց, որ ես կազմակերպել եմ անօրինական հավաք։ Նրանք ասացին, որ ես պետք է վճարեմ տուգանք, եթե ես շարունակեմ, նրանք կփակեն մեր կազմակերպությունը։ Մարկը զգաց սառը բռունցքը սեղմել իր սիրտը։ Նրանք չէին գալիս նրա համար ուղղակիորեն։ Նրանք գնում էին նրանց համար, ովքեր օգնել էին նրան, ովքեր տվել էին նրան հարթակ։ Սա էր նրանց ռազմավարությունը, մեկուսացնել նրան, վախեցնել բոլորին, ովքեր կարող էին աջակցել նրան, մինչ նա նորից կմնար միայնակ։ Ես ցավում եմ, ասաց Մարկը, նրա ձայնը կոտրվեց։ Սա իմ մեղքն է։ Ես չպետք է ներգրավեի քեզ։
Բայց Լիլիթը ծիծաղեց, դառը, բայց իրական ծիծաղ։ Մի ներողություն խնդրիր, ասաց նա։ Մենք գիտեինք ռիսկերը։ Եվ մենք դեռ կշարունակենք։ Նրանք կարող են փակել մեր գրասենյակը, բայց նրանք չեն կարող փակել մեր ձայները։ Եվ այդ պահին Մարկը հասկացավ ինչ-որ բան։ Նա չէր պայքարում միայնակ այլս։ Կային ուրիշներ, երիտասարդներ, ովքեր պատրաստ էին ռիսկի դնել ամեն ինչ ճշմարտության համար։ Եվ գուցե, միայն գուցե, նրանք միասին կարող էին փոխել ինչ-որ բան։ Բայց ինչ գնով, արդյոք դա արժեր այն։ 2 տարի անցավ այն օրից, երբ Մարկը պատմեց իր պատմությունը ազատ խոսք միջոցառման ժամանակ։ 2 տարի, որի ընթացքում շատ բան փոխվեց, բայց նա շատ բան մնաց նույնը։ Միջազգային հարցազրույցը ստեղծեց ալիք, օտարերկրյա լրատվամիջոցները սկսեցին գրել հայկական հեռուստատեսության մասին, մարդիկ սկսեցին հարցեր տալ, մի քանի անուններ, որոնք Մարկը հիշատակել էր, ստիպված եղան հրաժարական տալ իրենց պաշտոններից։ Բայց համակարգը չփլվեց։ Խորհուրդը, եթե այն դեռ գոյություն ուներ, պարզապես դարձավ ավելի զգույշ, ավելի գաղտնի, ավելի դժվար հայտնաբերելի։ Եվ նոր դեմքերը, որոնք եկան փոխարինելու հինները, հաճախ էին նույն մարդիկը, պարզապես տարբեր անուններով, տարբեր պաշտոններով։ Մարկը երբեք չվերադարձավ հեռուստատեսություն։ Դռները մնացին փակ, նա հասկացավ, որ նրանք երբեք չեն բացվի նրա համար։ Բայց նա գտավ այլ ճանապարհներ։ Նա սկսեց գրել հոդվածներ, բլոգ գրառումներ, գրքեր, որտեղ նա պատմում էր ոչ միայն իր պատմությունը, այլ ուրիշների պատմությունները, բոլոր նրանց, ովքեր տուժել էին համակարգից։ Նա դարձավ ձայն նրանց համար, ովքեր չունեին ձայն, թե նրա ունկնդիրները փոքր էին համեմատած նրա հին հեռուստատեսային հանդիսատեսի հետ, նրանք էին նվիրված, նրանք էին իրական, նրանք էին փոփոխություն ուզող։ Վահագն Մկրտչյանի այրին, կինը, ով տվել էր Մարկին այն ծրարը, մահացավ տարի անց խաղաղ քնի մեջ իր տանը։ Նա թողեց նամակ Մարկին, որտեղ նա գրել էր. «Շնորհակալություն, որ համարձակվեցիր ասել ճշմարտությունը։ Իմ ամուսինը սխալվեց, բայց նա չէր չար մարդ։ Նա պարզապես էր թույլ, ինչպես մենք բոլորս ենք երբեմն։ Ես հույս ունեմ, որ մի օր Հայաստանը կունենա հեռուստատեսություն, որտեղ մարդիկը կարող են խոսել ազատ, առանց վախի։ Եվ երբ այդ օրը գա, դա կլինի քո շնորհիվ»։ Մարկը կարդաց այդ նամակը նրա թաղմանը, նա լաց եղավ, ոչ թե ցավից, այլ ինչ-որ բարդ զգացումից, որը նա չէր կարող անվանել, խառնուրդ ցավի, ազատման, տարօրինակ խաղաղության։ Արամ Խաչատրյանը մահացել էր 6 ամիս անց նրանց հանդիպումից, ինչպես նա կանխատեսել էր։ Բայց նախքան մեռնելը, նա լսել էր Մարկի հարցազրույցը, նա ուղարկել էր նրան վերջին նամակ. «Դու արեցիր այն, ինչ ես չկարողացա։ Դու խոսեցիր, երբ ես լռեցի։ Շնորհակալություն, որ ապացուցեցիր, որ համարձակությունը դեռ գոյություն ունի այս աշխարհում»։ Այդ նամակը կախված էր Մարկի ուսումնասիրական սենյակի պատին, հիշեցնելով նրան, թե ինչու նա արել էր այն, ինչ արել էր, թե ինչու նա պետք է շարունակի, անկախ դժվարություններից։ Լիլիթը, ազատ խոսքը շարունակեցին իրենց աշխատանքը, թե ավելի դժվար պայմաններում։ Նրանց գրասենյակը փակվեց, բայց նրանք տեղափոխվեցին առցանց, նրանց հետորդները աճեցին։ Երիտասարդ մարդիկ, ովքեր հոգնել էին սուտից, ովքեր ուզում էին ճշմարտություն, գտան նրանք դարձան շարժում, փոքր, բայց աճող շարժում, որը պահանջում էր փոփոխություն։ Ինչ վերաբերում է Մարկին, նա ապրեց։ Նա ապրեց իր ճշմարտության հետ, իր ցավի հետ, բայց նա իր հույսի հետ։ Նա անին մնացին երանում, նրանց փոքր բնակարանում, որտեղ նրանք կառուցել էին կյանք, որը չէր այն, ինչ նրանք երազել էին, բայց որը էր իրենցը, ազնիվ իրական։ Եվ երբեմն երեկոները, երբ նրանք նստում էին պատշգամբում նայում էին դեպի քաղաքը, Մարկը մտածում էր այն զանգի մասին, որը փոխել էր ամեն ինչ, այն մեկ զանգի մասին, որը կոտրել էր նրա կյանքը, բայց որը նա տարօրինակ կերպով ազատել էր նրան։ Որովհետև նա այլևս չէր ապրում սուտի մեջ։ Նա այլևս չէր խաղում ըստ կանոնների, որոնք ուրիշները սահմանել էին նրա համար։ Նա էր ինքը ամբողջովին, անկեղծորեն, թե դա արժեր նրան ամեն ինչ, դա նա տվել էր նրան ինչ-որ բան, որը նա երբեք չէր ունեցել նախկինում, ազատություն։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Որովհետև համակարգը, որը ոչնչացրել էր Մարկին, դեռ գոյություն ուներ։ Անունները փոխվել էին, մեթոդները դարձել էին ավելի բարդ, բայց էությունը մնում էր նույնը՝ վերահսկում, ցենզուրա, վախ։ Եվ մինչ այդ համակարգը գոյություն ուներ, կլինեին ավելի շատ Մարկեր, ավելի շատ մարդիկ, ովքեր կկորցնեին ամեն ինչ, որովհետև նրանք համարձակվեցին ասել ճշմարտությունը։
Բայց կլինեին նա ավելի շատ լիլիթներ, ավելի շատ երիտասարդներ, ովքեր չէին վախենում, ովքեր պատրաստ էին պայքարել, ովքեր հավատում էին, որ փոփոխությունը հնարավոր է։ Եվ գուցե մի օր, երբ բավականաչափ մարդիկ խոսեին, երբ բավականաչափ մարդիկ պահանջեին ճշմարտություն, համակարգը վերջապես կփլվեր։ Բայց մինչ այդ օրը գար, պատմությունը շարունակվում էր, Մարկի ձայնը թե ավելի հանդարտ, քան նախկինում, դեռ հնչում էր, հիշեցնելով մարդկանց, որ ճշմարտությունը կարևոր է, որ համարձակությունը հնարավոր է, որ նույնիսկ մութագույն ժամանակներում հույսը երբեք չպետք է մեռնի։ Ընկերներ, իսկ դուք ինչպես եք վերաբերվում Մարկ Սաղաթելյանին։ Արդյոք նա եղավ համակարգի զոհ, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրի համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում։ Դրեք լայք ճշմարտության համար բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին խոսել, երբ բոլորը լռում էին։ Մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք ուրիշները փորձում են թաքցնել, որովհետև դուք արժանի եք իմանալու ճշմարտությունը։ Մինչ հանդիպումը հաջորդ տեսանյութում։